Մինչ Բաքուն 6-րդ օրն է Երևանին մեղադրում է ադրբեջանական դիրքերի ուղղությամբ կրակելու համար, Հայաստանի իրավասու կառույցների ղեկավարները ըստ էության հայտարարում են. հարձակման հավանականություն այս պահին չկա։ Լրագրողները այսօր հարցն առաջինը ուղղեցին խորհրդարան եկած պաշտպանության նախարարին։ Սուրեն Պապիկյանը նախ պնդեց, թե ադրբեջանական զինուժի տեղաշարժ չկա, ապա որոշակի զգուշավորությամբ խոսեց Բաքվի հնարավոր հարձակումից։ Որպեսզի նման գնահատական տամ, պետք են հետախուզական տվյալներ։ Այս պահին գետնի վրա նման երևույթ տեսանելի չէ։ Արդյոք պաշտպանության նախարարի այս հայտարարությունը նշանակում է, որ սահմանին իրավիճակը գնահատելու համար ռազմական գերատեսչությունը չունի անհրաժեշտ հետախուզական տվյալները։ Պարզ չէ, Պապիկյանը թեև խոստացել էր պաշտպանության հանձնաժողովի նիստից հետո խոսել լրագրողների հետ, բայց 2-3 հարցի կարճ արձագանքելուց հետո հեռացավ։ Սուրեն Պապիկյանը ուղիղ չպատասխանեց նաև մեկ այլ հարցի՝ գիշերը ադրբեջանական կողմը կրակել է Սոտքի ուղղությամբ։ Այսօր ողջ օրը համացանցում այդպիսի տեղեկություններ կային։ Տեղի ունեցող ապատեղեկատվությունը նրա մասին, որ տեղի են ունենում կուտակումներ, զորքերի տեղաշարժեր, պաշտպանության նախարարությունը չի հաստատում։ Բոլոր վտանգավոր կրակոցները, խախտումները, որոնք ուղղված են մեր դիրքերի վրա, մեր անձնակազմի վրա, մշտապես պաշտպանության նախարարության կողմից տրվել են հաղորդագրություններ եւ բացատրություններ։ Ու թեև Սուրեն Պապիկյանը հորդորեց հետևել պաշտոնական լրահոսին, բայց ռազմական գերատեսչությունն էլ տարածած հաղորդագրության մեջ կոնկրետ Սոտքի հատվածում կրակոցներից ոչինչ չհայտնեց։ Տարբեր են մարզից ստացվող տեղեկությունները, բնակիչներից մեկն օրինակ չցանկացավ ներկայանալ, բայց հաստատեց կրակոցի ձայներ լսել են։ Գյուղից 2 այլ բնակիչ էլ հակառակն էին նշում։ Ճիշտն ասած, տենց չեմ լսել ես, ուշադիր չեմ ելել, ճիշտը որ ասեմ, էլի։ Այս գիշերվա մասին է խոսքը։ Հա, այս նախորդ դուք։ Հա, չէ, չեմ լսել ես։ Չենք լսել, ճիշտն ասած, տենց խոսակցություն չկա, էլի որ լսեն։ Թե եղել է լավ, չենք լսել, ճիշտը որ ասեմ։ Սոտքում եմ ապրում, բայց նման բան չեմ լսել։ Չգիտեմ։ Որ Հայաստանի ինքնիշխանությանն ու անվտանգությանը սպառնացող վտանգներ կան, չթաքցրեց արտաքին հետախուզական ծառայության պետը։ Քրիստինե Գրիգորյանը երկրները չբացահայտեց, բայց շեշտեց, դրանք մի քանիսն են։ Վարչապետին ենթակա կառույցի ղեկավարը նաև ասաց, Ադրբեջանի հնարավոր հարձակման մասին այժմ փաստեր չկան։ Հարձակման հավանականությունը բարձր գնահատելու համար անհրաժեշտ բոլոր ազդակների եւ փաստերի համախումբը այս պահին բացակայում է։ Հայ-ադրբեջանական խաղաղության պայմանագրի տեքստը համաձայնեցնելուց հետո Երևանն ու Բաքուն դրա ստորագրման վերաբերյալ տրամագծորեն հակառակ հայտարարություններով են հանդես գալիս։ Հայաստանից ամենաբարձր մակարդակով առաջարկում են օր առաջ ստորագրել փաստաթուղթը։ Ադրբեջանից պահանջում են մինչ այդ փոխել սահմանադրությունը, լուծարել ԵԱՀԿ Մինսկի խումբը։ Այսօր էլ այդ երկրի արտգործնախարարությունը կրկնեց պահանջները։ Իշխող թիմի անդամ բարձր տեխնոլոգիական արդյունաբերության նախարար Մխիթար Հայրապետյանը շեշտեց, իշխանությունը ամեն ինչ անելու է իրավիճակը կայուն պահելու համար։ Իսկ թե ինչ նպատակով է Բաքուն վերջին օրերին անընդհատ կրակոցների մասին մեղադրանքներ հնչեցնում, ՔՊԱ-ական նախարարը դժվարացավ ասել։ Խաղաղության պայմանագիրը ստորագրելու համար եւ խաղաղություն կառուցելու համար հարկավոր է երկկողմանի ջանք եւ ներդրում այս իմաստով։ Հետևաբար ակնհայտ է, որ եթե Ադրբեջանը հայտարարում է եւ պատրաստ է այն փաստաթուղթը ստորագրել, որի մասին մենք խոսում ենք, այդ իմաստով ես կարծում եմ, որ որևէ խնդիր չի լինի։ Բաքվից այսօր դարձյալ խոսել են հայաստան-ադրբեջանցի փախստականների վերադարձի մասին։ Հայկական կողմը վստահեցնում է, որ այս հարցը խաղաղության պայմանագրի տեքստում ներառված չէ։